Մեկը նավ է վարում, իմաստուն նավավար է, բայց եթե ղեկը չլինի, ինչպես ինքը նավը կվարի։ Ղեկը կամքն է, իմաստուն նավավարը միտքն է։ Եվ նավավարը երբ է ղեկը ամուր պահում, երբ որ իմաստուն է լինում, երբ որ կարողանում է լավ է ճանաչում իր գործը, իր ընթացքը, նավի ընթացքը։ Ճիշտ այդպես էլ երբ որ մարդու միտքը իմաստուն է, փորձառու է եւ հատկապես ավետարանի պատվիրաններով մաքրված, սրբված ճշմարիտ ճանապարհի վրա կանգնած միտք է, կամքը վստահ է լինում։ Բայց երբ որ մարդու միտքը կասկածների մեջ է, տարուբերվում է, կամքը տուժում է, կամքը թույլ է լինում, կամքը չի կարողանում կողմնորոշվել, որտեղ միտքը հստակ եւ որոշակի հրահանգ չի տալիս կամքին։ Տարուբերվում է, մեկ սա է միտքը մտածում, մեկ նա է մտածում, չի մնում, որը որոշի, այսինքն կամքի վճռականության պատասխանատվությունը մտքի վրա է։ Կամքդ վճռական կլինի, երբ որ միտքդ վճռական լինի։